Դուք խոսում եք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին, երեք հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է Պուտինի հետ ունեն վստահելի հարաբերություններ, բայց Հայաստանը այլևս պլեջի հույսին մնացած երկիր չէ։ Սա ինչի դրսևորում է եւ մի հավելում էլ ուղղակի ԵԱՏՄ-ից ես չեմ ասել դուրս կգանք եւ եթե քանի դեռ ԵԱՏՄ-ԵՄ համատեղելի է, մենք դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից։ Համատեղելի է արդյոք։ Լավ չհասկացա, որ անհամատեղելի է, ինքն էլ է ասում, բոլորը հասկանում են։ Բայց ինքը ասում է Ռուսաստանին, որ դուք զապասկա եք, ես այնքան կմնամ, ինչքան մեզ հարմար է, երբ պատրաստ լինենք, մենք դուրս կգանք, Ռուսաստանն էլ ասում է ուղղակի հետևյալը, ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն մենք չենք ֆինանսավորելու։ Հասկացաք, շատ ուղղակի, այսօր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը դա ասաց, որ Ռուսաստանը չի ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Այսքան սուր չեր ընկալվի այս ամենը, եթե Եվրոմիության հետ Ռուսաստանի հարաբերությունները թշնամացած չլինեն, եւ այդ թշնամացումը հենց Եվրոմիությունից եկավ։ Իրենք են ասում, որ փաստացի պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։ Եվ այստեղ նույնիսկ ԵԱՏՄ-ի հարց չի, եթե Ռուսաստանը իր դռները Հայաստանի համար փակում է, ԵԱՏՄ-ում դու կաս, չկաս, դուրս ես եկել, դուրս չես եկել, նշանակություն չունի։ Հիմա լավ, մի բան էլ ես ավելացնեմ։ Մենք ասում ենք, որ հապկում սառեցրել ենք մեր մասնակցությունը, ճիշտ է։ Այդպիսի մեխանիզմ չկա սառեցնելու, բայց սառեցրել են։ Հիմա ԵԱՏՄ-ն Ռուսաստանը կարող է նույն ձևի ասի, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ես իմ հարաբերությունները սառեցնում եմ Հայաստանի հետ։ Վերջ։ Ինչ ես անում։ Արդյունքում մեր ժողովուրդն է տուժելու։ Պուտինի հետ վստահելի հարաբերություններ ունեն։ Ես չգիտեմ, եթե վստահելի հարաբերությունները այսպիսի պրոդուկտ են տալիս հարաբերություններում, ուղղակի բան չունեմ ասելու։ Վստահելի հարաբերությունները այսպիսի հետևանքներ չեն ունենում։